Լավ, ասեք։ Լսում եք, պարոն Աբրահամյան, գաղտնիք չի, որ երկար տարիներ բազմաթիվ անգամներ դուք հայ հասարակությանը, հայ բիզնեսմեններին, Հայաստանի մտավորականությանը եւ ընդհանրապես բոլոր խավերին միասնականության կոչ եք արել։ Բազմաթիվ անգամներ միջոցառումներ եք կազմակերպել այդ միասնականությունն ապահովելու համար, այդ միասնականության համար ընդհանուր հարթակ ստեղծելու համար։ Երեկվա ընտրությունները, որ եղան Գյումրիում, ու շատ կարևոր է, որ այնտեղ ընդդիմադիր տեխնացուները միասնական լինեն։ Դուք ինչ եք կարծում, այս անգամ կստացվի այդ միասնականությունը, դուք տեսնում եք այն պահանջը Գյումրիում հայ հասարակության մեջ ընդհանրապես, որ այդ միասնականությունը կայանա ու վերջ-վերջո ոնց որ դուք եք ասում մի բան փոխվի այս երկրում։ Ես կարող եմ ասել իմ կարծիքը, ես շատ կուզենայի, որ այդ միասնականությունը կայանար, որ բոլոր իրար միանային, ես կասեմ, որ գիտեք ինչ կա, ով որ չմիացավ, ինքը իր խիղճ իրան հանգիստ չի տալու, իր երեխաների խիղճն էլ իրանց հանգիստ չի տալու, որտև այսօր շատ կարևոր է դա, այսօր շատ կարևոր է այդ միասնականությունը օրինակ լինեն, գոնե այդ փոքր հաղթանակը, եթե մենք սկզբից չարեցինք, այ գոնե հիմա միանանք եւ տեսնենք ինչ ենք անում։ Շատ ես հույս ունեմ, որ կմիանան, ես չեմ կարող ասել, թե իմ կարծիքով պետքա որ միանան։ Պետքա միանան, տեսեք, մեր երկիրը բաժանված է, ով է բաժանել։ Վարչապետը, Սև Սիպտակ, կամ ես իմիջ, ես բերել եմ գրքեր ցեղասպանության եւ Ղարաբաղի։ Այդ մասն էլ ուրասական չի վերում, չէ՞, մոդայիկ չի։ Հա, Հայաստանում տեսեք, ակտուալ չի։ Դե հիմա ես կասեմ երկու չէ, շատ իրանց համար Հայաստանում ակտուալ չի, բայց մեր համար շատ ակտուալ է։ Գիտեք, մենք մեր պատմությունը ամենակարևոր, տեսեք, մեր ջուղում այսի ասացված կա, դու պատմություն կա, ավելի շուտ պատմություն կա, մեր ջուղում չարն ու բարին նայում են, տեսնում են երիտասարդ զույգ, իրար սիրով խոսում են, սիրահարված աշկերով իրար են նայում, այս չարը ասում է, գիտեք, բարին, ես ընենց անեմ, իրանց բաժանեմ, որ իրար հետ չլնեն, բարին ասում է, ես նայեմ մի հատ աշկերի մեջ, ասեմ ձեզ, նայում աշկերի մեջ, ասում է, չէ, դու չեք կարող, ասում է, դե իրար պայմանավորվում ենք այդպես, եթե ես այնպես անեմ, որ բաժանվեն, ուրեմն դու վերանում ես, եթե ես չկարողանեմ անել, չարն ասում, ուրեմն ես եմ վերանում, բարին ասում է, պայմանավորվեցինք, դա ասում է, գնամ, հեսա տեսնեմ, գալիս նայում իրանց աշկերի մեջ, իրոք մեծ սեր կա, դա, այսինքն, ես հեսա վերջում կասեմ, մեծ սեր կա, ու ասում է, մեծ սեր կա, ես չեմ կարող այս սերը այնպես անել, որ բաժանվի, կգնամ մի 20-30 տարի հետո կգամ, բայց նա պայմանավորված, որ մինչև կյանքների վերջը դա ուժի մեջ է։ Կգամ մի 20-30 տարի հետո սերը վերանում է, էլի։ Կգամ ես այնպես կանեմ, որ բաժանվեն։ Գալիս է մի 20-30 տարի հետո, որ բաժանի, տեսնում է այդելի աշկերի մեջ, ամուսինների, տեսնում է մեծ վստահություն կա։ Մեծ վստահություն։ Դավերյա իրար նկատմամբ։ Այդ վստահությունը ով ասում է չի լինի, հնարավոր չի, որ ես բաժանեմ, դա մելի մի 20 տարի հետո կգամ, գնում է մի 20 տարի հետո է գալիս, էլի որ բաժանեմ, տեսնում է, որ մի հատ կին արդեն տարիքով սև հագած շուտ տեղ է գնում, ասում է գնամ տենամ ուր է գնում, կինն է երևի, գնում է գերեզմանոց, ամուսինը մահացել է, ու ասում է տուշն, ես գնամ ընենց անեմ, որ բաժանվի, թողնի գնա, էլ հրաժարվի։ Գալիս է, ասում է գնամ տեսնեմ ինչ անում, նստած գերեզմանոցում այդ քարի առաջ, ամուսնու հետ խոսում է, ասում է, գիտես Պետրոս, դες մեր մեծ տեղան հիմա, մեր ջուղի ճարտարապետն է, արդեն նոր ճանապարհներ, նոր բաներ է կառուցում, շորտ շատ ուրախ են, թորները սենց, ու պատմա, հիշում ես այդ ուրախության ժամանակ, որ ասում ենք, ինչ լավ դուք խորհուրդ տվեցի, որ ճարտարապետ դառնա եւ դարձավ, տենց, այսինքն ամեջ հիշողություն, ամեջ։ Տենում է, որ ինքը, որ այնքան մեծ հիշողություններ կա, այդ հիշողություններով ինքը ապրում, այդ հիշողությունները թույլ չի տա, որ ինքը հրաժարվի իր ամուսնուց, ու տես խոսում էր,
եւ ինքը անհետանում է։ Դե տեսեք, ես ուզում եմ ասեմ, մեր պատմությունը, մեր հիշողությունը չի կարող վարչապետը 5000 անգամ էլ ուզենա վերացնել։ Մենք մեր մեջ կմնա դա։ Վերջը մեկը կնի, որ դա ամեն չի կասի։ Ես ուզում եմ մի քանի բան ասել։ Այդ վերաբերյալ, որտեվ այս հարցը շատ է խոսում։ Ես ասեմ վերջացնեմ այս հարցով։ Դուք կասեք։ Դե տեսեք, այստեղ գիրք է գրված 67 երկրներից գենոցիդի մասին գրքեր երևի հազարավոր գրված է, բայց դա շատ լավ է, դեմ չեմ, բայց դա լրիվ ուրիշ գրքեր են, սրանք բոլորը փաստաթղթեր են, բոլորը հավաքվել է 67 երկրների արխիվներից, միայն փաստաթղթեր, տեսեք մոտ 40,000 փաստաթղթ ունենք, որը մեր մոտ պահվում է, վերջի գիրքը, երրորդ հատուրը, սա գրում է ճանապարհը, մենք ոնց այս խնդրի պետք է լուծենք։ Ես ինչ արեցի, որ այդ հավաքեցինք այս գրքերը գրեցինք, եւ որ ինչից առաջացավ, ես եւ որ հայրի միություն ես էի կազմակերպեցինք հայրի միություն բացեցինք, ես իմ կազմի հետ միասին, առաջինը մեր խնդիրները, ինչ խնդիրներ դրեցինք, տեսեք հասարակական կազմակերպության արժև, Հայաստանը չի, Ռուսաստանում, որը հիմնականում պետք է զբաղվեր Ռուսաստանի հայերի վերաբերյալ հայերին։ Ասեցի, մենք պետք է գրենք ցեղասպանություն, գրենք Ղարաբաղ, գրենք հայկական երեխաների ինցիկլոպեդիա, որը չկար, եւ պաշտպանել մեկ էլ զբաղվենք մեր երեխաների կրթությամբ։ Մնացածը ռուսերն էր վերաբերվում։ Այն ինչ որ մենք դրել ենք մեր առջև, մենք կատարեցինք։ Հիմա վերադառնանք այս գրքերին։ Այստեղ ես հավաքեցի փորձագետների մոտ 5-7 աշխարհի ամենալավ փորձագետներին հավաքեցինք Ռուսաստան, Հայաստան, Ամերիկա, Իսրայել եւ փորձեցինք լավ ինչ անենք, այս փաստաթղթերը կան։ Օրինակ Իսրայել Չարլին, որ խալախոստի տնօրենն է եւ ինստիտուտի տնօրենն էր, ես օրինակ իրանց մոտ որ անցկացնում ենք, հավաքվել են փաստաթղթերը, ինքը $5 միլիոն էր ուզում, որ եզրակացություն տա։ Եվ իրանք տվեցին, որ այո, մենք կարող ենք գնալ, ցեղասպանություն եղել է, մենք կարող ենք գնալ միջազգային դատարան եւ պահանջել, եւ մենք կհաղթենք։ Մենք դիմեցինք Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի նամակով, այդ ամեն ինչը կա, որ ինքը, որտեղ մենք հասարակական կազմակերպություն չենք կարող տալ, դատի տալ։ Պետք է պետությունը դատի տա։ Չարվեց։ Բայց սա շուտուշ կվերադառնանք։ Մենք կվերադառնանք այս խնդրին, պետություն, ես հավատում եմ։ Երկրորդը, Ղարաբաղը։ Նույնը Ղարաբաղը, ես ցավում եմ, որ ամեն ինչ կա։ Ես այդ թղթերը հանեցի պատերազմի ժամանակ եւ իրան ուղարկեցի իրանց կառավարություն բոլորին։ Ուրեմն, տեսեք, ասեմ, իրավաբանորեն, նույնը արեցինք այս հարցով, ամեն ինչ արեցինք, երկրորդ ատորը, երկրորդ մի մասը էլ փորձագետներին հավաքեցինք միջազգային այս խնդրի շուրջը եւ իրանք եզրակացություն տվեցին։ Ուսումնասիրելով 1805 թվականին ռուս հասկական պատերազմն էր, որը վերջացավ 13 թվականին եւ 13 թվականի արդեն Գյուլստոնի դագավորի համաձայն անցավ Ռուսաստան, ցարական Ռուսաստանին։ Ցարական Ռուսաստանի ժամանակ այնտեղ ոչ միայն Ղարաբաղը այսօրվա կազմի մեջ, 3 անգամ ավելի մեծ, դա ինքնավար մարզ է, ռեսպուբլիկա էր, հետո դարձավ ինքնավար մարզ։ Երբևիցե իրանք իրավաբանները միջազգային իրավաբանների համաձայն երբևիցե Ղարաբաղը չի պատկանել Ադրբեջանին։ Դա հետո դարձավ սովետական միության կազմի մեջ, էլ ինքնավար մարզ, որը սովետական միության որոշմամբ տվեցին Ադրբեջանին։ Ինչու՞, որտեվ ցեղասպանությունից հետո շատ աղքատ էր մեր մոտ։ Մի հանդիպություններ կար եւ արում մի բան։ Փաստաթղթեր ունենք որոշում կայացնելու համար, որ այդ արձանագրություն եւ որ որոշում կայացնելու համար ոնց է եղել, որ տանք, քանի որ մի պետության մեջ ենք, տանք Ադրբեջանին։ Բայց ինքնավար մարզ է եղել երբևիցե միջազգային իրավունքների համաձայն երբևիցե մինչև առայսօր Ադրբեջան չի պատկանել։ Ամեն ինչը կար, մենք փորձեցինք էլի այն ժամանակ այս վերջերս մի 100 անգամ գրել ենք, ուղարկել ենք այստեղից ըստ փաստաթղթերի համաձայն։ Ոչ մեկը չի կարդացել, իրանց վեճներ չի։ Բոլորին ուղարկել ենք։ Բայց տեսեք ինչ եղավ։
Ոնց որ մենք, ես չեմ կարողանում հասկանալ, ոնց որ ոչինչ չի եղել մեր հետ, նույն արտասահմանում, Ղարաբաղ վերցեցի տվեցին։ Ավելին ասեմ, տվեցին, մարդկանց բերեցին։ Մարդիկ դուրս եկան, որտեղ ոչ էին մնան դեռ իրանց սպանեին։ Տեսեք, այս վերջի քանի օր ինչքան մարդ իրանց կյանքը, ինչքան մարդկանց սպանեցին, ինչեր գլուխ էին կտրում ցույց տալիս, մենք ունենք այդ նկարները Մոսկվայում։ Ադրբեջանցիք։ Եվ ստիպված այդ մարդիկ դուրս եկան, որտեղ պաշտպան չկար։ Հայաստանն ասի ես չեմ պաշտպանելու։ Իրանք դուրս եկան, հիմա եկել են ստեղ։ Ես երեք չառաջորներ միտինգ էր։ Ղարաբաղցիներին մեն ասում են մենք իրանց էլ նպաստ չենք տալու։ Դա նորմալ երևույթ է։